Հարգելի ուսանողներ, անցած անգամ մենք հասանք այնտեղ, որ սահմանեցինք սկալար արտադրյալ, դրա տարրական հատկությունները եւ այլն, դրա սկալար արտադրյալի միջոցով վեկտորի երկարությանը եւ ապացուցեցինք այս կոշու շվարցի կամ կոշու բունյակովսկու կոչվում անհավասարությունը ցանկացած վեկտորների համար իրական տարածությունից այսպիսի բան է կատարվում UV սկալար արտադրյալի բացարձակ արժեքը փոքր կամ հավասար է U-ի երկարություն անգամ V-ի երկարություն։ Իսկ ինչպես հետաքրքիր գրառում է, մի քիչ թվում է թե հետաքրքիր սիմետրիկ միանման գրառում է, թվում է թե պարզապես նույն բանն է արած, այստեղ երկու հատ գծիկ ավելացած, դարձրած է երկրորդ կողմը, բայց իրականում դա չէ, որովհետև այսա տեսնում եք, այս կետիկը սկալար արտադրյալ է, իսկ այս ավելի փոքրիկ կետիկը պարզապես չի էլ կարող սկալար արտադրյալ լինել, նա այս երկու թվերի սովորական արտադրյալ է, որտեղ U-ի երկարությունը եւ V-ի երկարությունը թվեր են։ Նրանց թվերի սկալար արտադրյալը չկա։ Ահա, եւ մենք ապացուցեցինք նաեւ այս փաստը, հիմա տեսեք ինչ հետաքրքիր հետևանքներ ենք ստանալու, մենք չափազանց դյուրին ստանալու ենք մի քանի հետևանքներ, որոնցից յուրաքանչյուրը դպրոցից ձեզ ծանոթ է, բայց հիմա ոչ միայն մենք դրանց ընդհանրացնելու ենք, այլև ոչ միայն ապացուցելու ենք, այլև ընդհանրացնելու ենք։ Տեսեք, այս մեկը ինչ է ասում։ Ցանկացած երկու UV վեկտորների համար U + V-ի երկարությունը փոքր կամ հավասար է U-ի երկարություն + V-ի երկարություն։ Եվ սա անվանված է եռանկյան անհավասարություն։ Եռանկյան անհավասարությունը դուք դպրոցից գիտեք, չէ՞, որ եթե 3 կետ է տված, 3 կամայական կետեր են տված, ասենք թե ABC, ապա այս հեռավորությունը փոքր կամ հավասար է S հեռավորություն գումարած S հեռավորությունից։ Կամ ավելի պարզ տերմինոլոգիայով ասած, երկու կետերի միջև ամենակարճ տարածությունը դա ինչն է։ Ամենակարճ ճանապարհը դա այդ երկու կետերն ասնողը ուղղիցն է, այո։ Եթե նախ A-ն B-ով գնայինք եւ A-ն հետո նոր B-ից C ավելի երկար ճանապարհ կստացվեր։ Այստեղ ավելի երկար ճանապարհն է, այստեղ ավելի կարճ ճանապարհն է։ Հələ մի հատ տեսնենք թե ինչի է այս այստեղ գրածը հենց դա նշանակում։ Նայեք, եթե պատկերացնենք այսպես un այս վեկտորն է, v-ն էլ մի հատ ուրիշ v-ն էլ հա այս վեկտորն է, ապա ինչ է U + V-ն, սա էլ մեր V-ն է, U + V-ն, եթե մենք այս զուգահեռ գիծը եթե քաշենք մեր, այս սա է, չէ՞։ Այս դիագոնալն է զուգահեռագծի։ Դե ստացվեց, որ հենց այդ էլ գրված է այստեղ։ Այս վեկտորը հասկանում եք, որ այս վեկտորն է, վեկտորը կախված չի իր կիրառման կետից, ստացվեց հենց մեր, որ այս սրա երկարությունը փոքր կամ հավասար է սրա երկարություն + նրա երկարություն։ Տեսեք, ինչի է այս բնական կանոնը բխում մեր կոշու անհավասարությունից։ Տեսեք, հələ վերցնեմ U + V վեկտորը իր երկարության քառակուսինն է։ Երկարության քառակուսին ի՞նչն է։ Ինքը իր հետ սկալար արտադրյալ բազմապատկած։ Ստեղել են տարրական հատկությունները, որ վերևում մենք ապացուցել էինք, դրանց միջոցով եթե փակագծերի բացում կատարենք, ստեղ ինչ կլինի։ U անգամ U, V անգամ U, չէ՞, սկալար արտադրյալներ,
V անգամ U V, սա սրա հետ կտա UV եւ վերջում VV։ Հիմա նայեք, հələ մի ուսանող, որ այսօրվա ընթացքում հարցերին չի պատասխանել, կարող է ասի, այստեղ էս ինչ ունենք, ստեղ ունենք V անգամ U եւ U անգամ V։ Այս երկու գումարիները ինչ իրար հետ ինչ են, ինչ հարաբերության մեջ են մտնում։ Սկալար արտադրյալներն են ու նույնն են երկուսն։ Շնորհիվ կոմուտատիվության, չէ՞։ Ահա։ Դրանք տեսեք փոխարինել եմ երկու անգամ UV-ով։ Բայց U սկալար արտադրյալը ինչ է։ Երկարության քառակուսի։ Այդ գրվել է ստեղ, այս գրվել է ստեղ։ Հիմա նայեք, այս երկարությունները հանգիստ թողնենք, բայց այս մեջտեղի 2 UV սկալար արտադրյալը տեսնում եք, որ ստեղ մենք կարող ենք ստեղ Կոշո-Բունյակովսկու անհավասարությունը օգտագործելով ասելով, որ այս մեջտեղի այս մեր ընկերը արտահայտությունը փոքր կամ հավասար է այս սրանից։ Բայց հիմա հլնայինք այս աչ մասում ստեղ գրածը ընդհանրապես ինչ է գրած։ Ստեղ գրածը U + V-ի երկարությունների քառակուսիների գումարի քառակուսի։ Դե մնում է ինչ անել, այս քառակուսուց հետ կրճատել, ստացվեց, որ U + V-ի երկարությունը փոքր կամ հավասար է U երկարություն + V-ի երկարություն։ Տեսնում եք, ինչքան կարճ կոնկրետ ապացույց է հեշտ, բայց մենք ստացանք, որ այն փաստը, որ երկու կետերի միջև հեռավորությունը ամենակարճ ճանապարհը ուղիղ է, այդ փաստը ճիշտ է ոչ միայն երկու չափանի տարածությունում, ոչ միայն 3 չափանի տարածությունում, որ մենք կարող ենք երևակայել իրան, այդ փաստը, այլև դա ճիշտ է ցանկացած, տեսեք, ինչ հետաքրքիր է, ցանկացած RN-ում 5 չափանի տարածության մեջ էլ է ճիշտ։ Անալիտիկ ապացուցեցինք, բայց երևակայել պատկերացնել չենք կարող։ Հաջորդ փաստը, որը էլի այս կոնտեքստի մեջ հեշտությամբ երևում է, դա մի ոչ պակաս հռչակավոր փաստ է Պյութագորասի թեորեմը։ Տեսեք ինչ ենք ասում, ասում է ցանկացած վեկտորների համար UV, ցանկացած RN տարածության մեջ U + V-ի երկարության քառակուսին հավասար է U-ի երկարության քառակուսի գումարած V-ի երկարության քառակուսի, այն եւ միայն այն դեպքում, երբ որ U-ն եւ V-ն իրար օրթոգոնալ են։ Մի ուսանող, որ այսօր հարցի չի պատասխանել, կարող է ասի U-ն եւ V-ն օրթոգոնալ են, այս դպրոցական գրառումը մեր համար ինչ է նշանակում։ Ապրեք։ Ահա։ Հիմա եկեք սենց անենք, ստեղ այս տեսքից մի քիչ այնքան էլ չի երևում, թե ինչի ասա Պյութագորասի թեորեմը։ Հələ եկեք արագ ապացուցենք, ապացույցը կես տող է։ Հետո տեսնենք, որ հետո մեկնաբանենք, թե ինչի ասա երկչափի դեպքում դառնում մեր դպրոցական Պյութագորասի թեորեմը։ Նայեք, այս վերևում եռանկյան անհավասարություն ապացուցելուց, այս ամբողջ խոսակցությունները գրելուց, մենք արդեն ստացել ենք, չէ՞ որ այս սենց բան փագծերը բացելուց հետո այնտեղ որ ու գումարած V-ի երկարության քառակուսին հավասար է U-ի քառակուսի 2V V-ի քառակուսի։ Հիմա նայեք, այս մեր ստեղի գրածը, այս վերևի որոնելի հավասարությունից ինչո՞վ է տարբերվում։ Այս տարբերվում է մենակ այս մեջտեղի հավելյալ կոմպոնենտով, չէ՞։ Այսինքն, եթե սա չլինի, այս մեջտեղինը չլինի, ապա կստանանք այս հավասարությունը, որը մենք կոչել ենք Պյութագորասի հավասարություն։ Դե սա չի լինի երբ այս մեջտեղի 2 ու Երբ որ օրթոգոնալ լինեն ուղեն։ Ահա, երբ որ օրթոգոնալ են, ստացանք անհրաժեշտությունը եւ բավարարությունը։ Տեսեք, եթե իրանք օրթոգոնալ են, այս սա 0 է, ուստի այս մեջտեղի գումարելին չկա, ուստի ունենք սա։ Եվ հակառակ, եթե այս մեջտեղինը չկա, եւ հակառակը, եթե սա տեղի ունի,
Նշանակում է այս ներքևի հավասարության մեջ այս մեջտեղի գումարին ուղղակի 0 է, եթե այստեղ 0 ավելացնենք, կլինի մեջտեղի հավասարությունը։ Բայց սա 0 է, երբ որ UV սկալի արտադրյալը 0 է, դա էլ դենց է, երբ որ իրանք օրթոգոնալ են, վերջացավ։ Ահա, հիմա տեսեք, ապացուցեցինք, մի հատ համոզիչ մեկնաբանենք, սա ինչի է երկչափանի դեպքում դառնում Պյութագորասի թեորեմը։ Պյութագորասի թեորեմը ասում էր, որ եթե ուղղանկյուն եռանկյուն ունենք, լավ ստացվեց, արդյոք հələ սպասեք, պես եթե ուղղանկյուն եռանկյուն ունենք, ասում է ABC, ապա BC-ի քառակուսին հավասար է AC-ի քառակուսի գումարած AB-ի քառակուսի։ Հիմա տեսեք մեր UV վեկտորները, եթե մենք այստեղ այսպես UV վեկտորները մենք ահա այսպես այստեղ ուն վելնի վեն ըլնի սա կոչենք ու սա կոչենք V, ապա այստեղ մի հատ որ սենց զուգահեռներ տանենք, մեր վեկտորների գումարը իհարկե ահա այս վեկտորն է, այսա U պլյուս V-ն է։ Հիմա ասում է U պլյուս V-ի քառակուսին հավասար է սրա քառակուսին, բայց դուք կարող եք առարկել, բայց կասեք մի վարքյան, դպրոցում մենք Պյութագորասի թեորեմը այս սրա համար չէինք ասել, սրա համար էինք ասել։ Մնում է ինչ նկատել։ Ուղղանկյան անկյունագծերը հավասար են։ Որ դրանք ապրեք, դրանք ուղղանկյան անկյունագծեր են, այս երկու սա ու սա միմյանց շատ լավ էլ հավասար են։ Լավ, հիմա տեսեք ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Մենք ոչ միայն ապացուցեցինք Պյութագորասի թեորեմը, այլև ապացուցեցինք կամայական R-ի համար 7 չափանի տարածության մեջ էլ է Պյութագորասի թեորեմը տեղի ունենում։ Ոնց է, ինչ տեսք ունի ուղղանկյուն եռանկյունը չգիտենք, բայց ճիշտը։ Հաջորդը մենք ոչ միայն ապացուցեցինք, այլև ցույց տվեցինք, որ իրականում դա անհրաժեշտ եւ բավարար թեորեմ է, որը որ այսքան տարի տեսեք դպրոցից սկսած բազմաթիվ տարիներ օգտագործել էիք, բայց երբեք ձեր մտքով չեք անցել, որ դա նաև հակադարձելի թեորեմ է։ Եվ մյուս հետաքրքիր փաստներն են, որ չափազանց կարճ ապացույցը, չէ՞ սա։ Դպրոցում չէ, ինչ-որ տարբեր ձևով ապացույցներ եք անցնում, այն Պյութագորասի շալվար կոչված ապացույցը, որ սենց տեսք ունի, չէ, ինչ-որ մի ձևով դպրոցում ապացուցել եք սա։ Բայց այս իրականում ավելի ընդհանուր փաստ է, համ էլ շատ ավելի կարճ կոնկրետ կարճ ապացուցվեց։ Կոսինուսների թեորեմն էլ է, չէ՞, արդեն ապացուցվում ուրեմն այս ձևով։ Այ տեսեք, մի հատ վախենալու բան ձեզ ասեմ, կոսինուսների թեորեմը ինչ-որ անկյունների է վերաբերում, չէ՞։ Անկյան մեծություն n չափանի տարածության մեջ անցել ենք արդյոք, չգիտենք, չէ՞։ Բայց 5 չափանի տարածությունում երկու վեկտորների կազմած անկյունն ինչ է։ Հələ չգիտենք, բայց քիչ է մնացել։ Նայեք, դպրոցից ձեզ այս բանաձևը ձեզ ծանոթ է, չէ՞։ Այս բանաձևը UV սկալի արտադրյալը հավասար է U-ի երկարություն անգամ V-ի երկարություն անգամ կոսինուս թետա։ Սա դպրոցում օգտագործված է որպես սահմանում սկալի արտադրյալի, բայց մենք սա չենք վերցնում։ Սա չենք էլ կարող վերցնել որպես սահմանում, որտեղ կոսինուս ֆին թե ինչ է վեկտորների միջև անկյունը։ Դա մենք դեռ չգիտենք։ Տեսեք, բայց մենք օգտագործում ենք այս հավասարություն գաղափարը, որպեսզի բնական դարձնենք սահմանումը։ Սահմանումը երկու վեկտորների միջև կազմված անկյան մեծության։ Ուշադիր եղեք, այս սահմանումը ճիշտ է ցանկացած տարածության համար։ Սահմանում ցանկացած, եթե երկու վեկտորներ են տված UV վեկտորներ R-ում, նրանց միջև կանգնած կազմված անկյան մեծությունը դա մի թիվ է մինուս p-ից p ինտերվալում,
Այնպես որը սահմանվում է այսպես. կոսինուս ֆին հավասար է uv սկալար արտադրյալ բաժանած u-ի երկարություն անգամ v-ի երկարություն։ Տեսեք uv-ի երկարությունները գիտենք ինչա բռնում իր այդ բազը պատկում ենք, վերևում տեղադրում ենք սկալար արտադրյալը խոսակցությունը վերջացավ։ Սկալար անկյունն է սահմանվեց։ Մենակ մի բարդություն մնաց։ Ինչ որ կոռեկտության պահ կա ապացուցելու, հələ նայեք, ստեղ ինչ որ ամեն ինչ նորմալ է, վախենալու բան չկա։ Եթե ես ասեմ, բա որ հանգարց, այս հարաբերությունը թարսի պես երկուսը լիներ։ Չի լինի, որտեղ կոսինուսն է չի կարա երկուսը լինի։ Եթե երկուսը լիներ, մեր ոնց որ մեր բանը բուրդ էր, այսպես ասած, որովհետև կոսինուս ֆին ոնց կարող է երկուսը լինել։ Բայց ով է ուզում մեկնաբանել, ինչի կոռեկտ է այս սահմանումը, ինչի դա երբեք երկուս չի լինի։ Դե մենք ապացուցեցինք, որ իրենց սկալար արտադրյալի մոդուլը փոքր կամ հավասար պիտի լինի իրենց երկարությունների արտադրյալից։ Դրա համար միշտ մեկից փոքր մեծ։ Всё։ Ուրեմն տեսեք, որ այդ կոշու անհավասարությունը, կոշու Շվարցի կամ կոշու Վոնյակովսկի, ինչքան բանալի դիրք է գրավում մաթեմատիկայի մեջ, որ մենք իրան այսպես ապացուցում էինք, այնպես անմեղ տեսք ուներ, ես այստեղ իր համար գրված էր, չէր զգացվում, թե ինչքան շատ եւ հետաքրքիր բաներ են հետևելու իրանից։ Իրականում ես անցած դասին չգիտեմ ասեցի, թե չէ, դուք անալիզից, մաթանալիզից անցել եք սրա կիրառությունները, հենց կոշու Բունյակովսկու անհավասարությունն եք անվանել, ես խորհուրդ եմ տալիս, հիմա չեմ ուզում դասի ժամանակը դրա վրա ծախսել, խորհուրդ եմ տալիս փորփրել գտնել ինչ տեսք է ունեցել, որպես հուշում ձեզ ասեմ, մի տեսքի մեջ ինչ որ sense գումարի նշան կար, գումար in հավասարը 1-ից ինչ որ անվերջ, 1-ից n x i ու եւ այլ, հետո մի հատ ուրիշ տեսակն եք անցել ես նույնի, որ n-ի փոխարեն իրականում անվերջ է եղել, հետո մի հատ այդ կոշի Բունյակովսկու անվասարություն անցել եք, որ ինտեգրալ a-ից b fx gx dx-ը փոքր կամ հավասար։ Խոսքով, էդ էլ մանեք եք գտեք, եւ եթե դուք կոմպլեքս ֆունկցիաների ինտեգրալ անցել եք, չգիտեմ անցել եք թե չէ, այնտեղ էլ sense տեսք ունի a-ից b fx gx ֆունկցիայի համալուծ dx, մի խոսքով, այս էլ կոմպլեքս անալիզի մեջ այսպիսի բան կա։ Մի խոսքով, սա արտաքուստ ոնց որ պարզունակ, հեշտ ապացուցվող, բայց տեսեք մաթեմատիկայի sense տարբեր ճյուղերի մեջ ինչ հետաքրքիր հետևանքներ ունեցող փաստ է։ Իզուր չի, որ կոշու անուն իր հետ կապված է։ Մի բան, որ կոշու անվան հետ է կապված, որպես կանոն խորը միտք կա մեջ, որ հիշում եք, չէ՞, ընդհանուր հանրահաշվից էլ կոշու հետ կապված տարբեր հետաքրքիր փաստեր անցանք։ Ինչևէ, օրինակներ, ինքնուրույն խնդրում եմ կնայեք, տված են անկյուններ, վեկտորներ, նրանց միջև անկյունները տեսեք դյուրին հաշվված է, այստեղ էսպես, այս երկրների միջև անկյունը հաշվված է 0 է ստացված, ուրեմն նրանք իրար օրթոգոնալ են, ստեղ ինչ է մի հատ ուրիշ տաու անկյուն է հաշվված եւ այդպես շարունակ։